Դժվարությունները ժամանակավոր են, իսկ Ռուսաստանը հավերժ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն է օրենսդիրների խորհրդում։ Պետության ղեկավարը նշել է, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունը բախվում է աննախադեպ մարտահրավերների ու ռիսկերի հետ եւ պետք է դրանք հաղթահարի արժանապատվորեն, բայց ուշադրությունը չպետք է կենտրոնանա միայն արգելքների վրա։ Սրանք բոլորը ժամանակավոր անցողիկ երևույթներ են, բայց Ռուսաստանը հավերժ է եւ մեր օրենսդրությունը պետք է լինի ճկուն, դինամիկ, առաջընթացող, ասել է Պուտինը։ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը եւ գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը կաջակցի Իրանին եւ կանի ամեն ինչ իր շահերից ելնելով հնարավորինս արագ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։ Նախագահը նաեւ ասել է, որ ստացել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեի ուղերձը, որով նրան հաջողություն է մաղթել։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարծում է, որ դեռ վաղ է Իրանի դեմ պատժամիջոցները վերացնել։ Մենք կարծում ենք, որ դեռ վաղ է պատժամիջոցները վերացնել, սա պահանջում է հիմնարար փոփոխություններ Իրանում, ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը։ Հեզբոլլահ շարժման գլխավոր քարտուղարը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները։